Impeachment-ի մասով ես չափազանց անլուրջ եմ վերաբերվում այդ գործընթացին, որովհետև մեր քաղաքացիներն էլ պետք է էլի հասկանան, սա հստակ ընթացակարգ է եւ impeachment-ի համար 54 պատգամավոր պետք է քվեարկի։ Հələ չեմ ասում ստորագրությունները, պետք է քվեարկի։ Քաղաքացիական պայմանագրից 0 պատգամավոր կա, որ ընդհանրապես լուրջ է վերաբերվում այս process-ին։ Եվ ես որքան որ նկատում եմ Սերժի եւ Քոչյանի թիմերն են հիմա չնայած Լևոն Տեր-Պետրոսյանի թիմն էլ է միացել այս process-ին եւ իրար հետ են ինչ որ ստորագրությունների կռիվ են անում, առաջնորդության կռիվ են անում, ինչ որ ցուցակների կռիվ են անում, չգիտեմ ինչի։ Սա հերթական իմիտացիան է, հերթական կեղծորակարգն է, ես երեք էլ առիթ ունեցա ասելու, որ ընդդիմությունը դուք էլ նաև ձեր խոսքում նաև նշեցիք փարաքարի դեպքերը, որ էլի քաղաքական միավոր հավաքելու միջոց էր դառել, ընդդիմությունը թեմա է ման գալի, որ ջրի վրա մնա։ Ուղղակի որ դիմանա մինչև հաջորդ խորհրդարանական ընտրությունները իր գոյությունը, քաղաքական գոյությունը որևէ կերպ արդարացնի, ասի տեսեք մենք լսում ենք անում ինչ որ մեծ մոնիտոր էին բերել, տեղադրել անհավանական էր ուղղակի այն ինչ որ այս դահլիճում ափսոս է այս դահլիճն ուղղակի եւ ափսոս են մարդիկ որ պետք է ականատես լինեն այդ ամեն ինչին եւ լսեն այդ ցնդաբանություններն ուղղակի